Ջուրի արտահոսքի հետքերով սովետական շենքա, առաջի հարկում ենք, ասենց արտահայտվել է այս կողմից, նաև մուտքի, նաև մուտքի կողմից բարձրանանք հասկանանք։ Երկրորդ հարկում չեմատասելով ստուգումները ոչ մի արդյունքի չբերեց, խոնավաչափով գերխոնավություն այս հատվածում, անցնեմ ճնշումներին ու ակուստիկ լսումներին։ Տրասիրովկիկն եմ ավարտում, որպեսզի հստակություն լինի, որտեղ մի քիչ հասկանալի ձևով էր քաշած, այսինքն գալիս ենք կանոնայի կողքաշրջանցման, մի խոսքով անցնենք մնացած պրոցեդուրաներին։ Մի արտահոսքի աղբյուր ջրաչափական հանգույցում եմ գտել, ըստ երևույթին կրեստավինան աջակած, բայց սա տենց առեղծածոտ կլինի, եթե ստեղից լինի, որովհետև տարածական պետքա որ շախտով իջներ ներքև, բայց մի խոսքով առաջի անգամ կբախվեմ նման խնդրի, որ ստեղից կարողանար տաներ մինչև այստեղ, այսինքն հարևանի մոտ այստեղ ներքև նկատում, տեսնենք։ Դեն շատ բարդ արտահոսք է, տաք ջրից է կորուստը, այսինքն խողովակաշարը տաքանում ընդարձակվում է, սկսում է թողել, սառում է, չի թողում, լողացող կորուստ է։ Այս է մեր արտահոսքը, բարակ լողացող կորուստը, այս է մասին ենք, այսինքն տաքանալուց ընդարձակվում թողում է, սառում է, չի թողում։